օրենք չկա, առողջապահական ծախսերի ընդամենը 30%-ն է փակվելու։ Քաղաքացիները անդադար լսելու են պետպատվերի փոխարեն, որ ասում են վերջացել է, ապահովագրությունը չկա, դեղորայքի բյուջեն վերջացել է եւ այստեղ բավականին շատ համավճարներ են կիրառելու։ Առողջապահական գործակալությունը լուծարում են։ Ողջույն Արմլուրի հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Առողջության իրավունք հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանին։ Տիկին Պողոսյան, ողջունում ենք ձեզ մեր տաղավարում։ Տիկին Պողոսյան, քանի որ այժմ Հայաստանում իշխանության շրջանակներում ակտիվ քննարկվում է բյուջեն, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի վարանում անդադար այսպես վանկարկել, որ այս 26 թվականի բյուջեի նախագծում ընդգրկվել է պարտադիր համապարփակ, նշենք իրենց իրենի բառը, ապահովագրության հատկացումը եւս ավելացվել է դրա մեջ։ Խոսենք այս նախագծի մասին, ինչով է սա այդպիսի բացառիկ, որ իշխանությունը դրոշակի պես ամենուր թափահարում է։ Իրականում օրենքի նախագիծ է շրջանառվում դեռ, որը որ չի մտել ազգային ժողով, այսինքն հաստատված օրենք չկա, բայց առողջապահության պաշտոնյաները դա ներկայացնում են որպես արդեն կայացած փաստ։ Եվ այո, անունը դրել են համապարփակ ապահովագրություն, չնայած նրա, որ վարչապետը փաստեց եւ կարմիր այսպես գծով գնում է, որ չնայած որ անունը համապարփակ է, բայց ընդամենը ձեր առողջապահական ծախսերի ընդամենը 30%-ն է փակվելու։ Ինչը ենթադրում է, որ այդ համապարփակը այդքան էլ համապարփակ չի։ Եվ դրա արդյունքում մենք այսօր ունենք իրենց ասելով մի պատմական փոփոխություն, որը որ երբ որ դետալային վերլուծություն է արվում, հասկանում ենք, որ այդքան էլ պատմական չի, այսինքն պետական պատվերի շահառուների բժշկական օգնությունը եւ սպասարկումը իրանք գեղեցիկ, այսպես ասած, բրենդավորումը փոխել են եւ անունը դնում են ապահովագրություն։ Եթե առաջ 0-ից 18 տարեկանները, առաջի, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամները, 28 եւ ավել փարոս ունեցող քաղաքացիները ստանում էին պետպատվեր, այսինքն պետպատվերի շահառու էին, ապա այսօր իրենք անվանվում են, այս պետությունը ասում է ես ապահովագրում եմ, այսինքն դա լինում է համապարփակ ապահովագրված, որը ընդամենը հոգալու է այդ առողջապահության 30%-ը շուրջ։ Եվ չունենք փաթեթներ, չունենք հասկացություն ինչն են առաջարկում դրա տակ, որը որ քաղաքացիների համար անհասկանալի է։ Սակայն այդ նույն փաթեթը արդեն 200,000 եւ ավել աշխատավարձ ունեցողները պետք է գնեն, այսինքն տարվա մեջ 200,000 եւ ավել աշխատավարձ ունեցողները պետք է վճարեն 129,000 դրամ։ Դա պարտադիր վճար է, ճիշտ է իրենք անունը չեն դրել հարկատեսակ, բայց դա պարտադիր վճար է եւ չվճարելու դեպքում իրանց կենթարկեն տուժերի եւ տուգանքների վարչական իրավախախտումների մասին օրենքով։ Տիկին Պողոսյան, փաստացի արձանագրենք, որ այդ ծանրաբեռնվածությունը դնում են ոչ միայն քաղաքացու վրա, այլ նաեւ պետության վրա, որովհետեւ դա կրկնակի պետությունը պետք է փոխհատուցի այդ շահառուների կեսի գուցե առողջապահության վճարը։ Համաձայն եմ, բայց այստեղ մի հատ ուրիշ խնդիր էլ կա, որ մեծ գումարներ են ուղղվում առողջապահական հիմնադրամի ստեղծման համար, պետական առողջապահական գործակալություն կար, որը որ ապահովում է իր պետպատվերի ընթացակարգերը Հայաստանի Հանրապետությունում, եւ հիմա ինչ է ստացվում, պետական առողջապահական գործակալությունը լուծարում են, այնտեղ եթե չեմ սխալվում 100-ից ավել քաղցառայողներ են աշխատում, եւ ինչ են անելու, այս աշխատողներին շատ շուտով ծանուցելու են իրենց աշխատանքից ազատման մասին, գնալու են նրանք քաղցառայության ռեզերվ, ամիսներով այդ ռեզերվում գումարներ են պետությունը փոխհատուցելու աշխատավարձի տեսքով եւ այս մարդկանց որպես քաղցառայողներ հետ չեն վերցնելու, որովհետև հիմնադրամում աշխատողները քաղցառայողներ չեն։
Այսինքն իրանք ունենալու են մի մասնագետ, HR կոչվածը ժամանակակից, որը որ նստելու է եւ այդ 20, 15, 30 տարվա փորձ ունեցողներին մի 20-22 տարեկան HR-ը որոշելու է աշխատել այդ հիմնադրամում, թե չաշխատել եւ ես բազմիցս ասել եմ, այսօր ձեր տաղավարը օգտագործելով պետք է ասեմ, որ սիրելի Պագի աշխատակիցներ, իմ լավ գործընկերներ, դուք շուտով անգործ եք մնալու, որովհետև օրինակ HR-ը կարող է չընդունել ձեզ աշխատանքի, որովհետև իրեն դուր չգա ձեր ապագայի հանդեպ կամ երջանկության հանդեպ գաղափարները, հա, ինչպես օրինակ առողջապահության նախարարը տնօրենների մրցույթին նմանատիպ հարցեր էր տալի, օրինակ ինչն է ձեր համար երջանկությունը, նույնը կարող է անել Պագի HR-ը եւ պաշտոնյա շատ բարձր պաշտոնյա շատ պրոֆեսիոնալ ֆինանսիստները, փորձագետները կմնան դուրս այս համակարգից։ Օրինակ ձեզ մրցույթում նման հարցեր է տվել նախարարը, կոնկրետ երջանիկ եք թե ոչ, ինչ է երջանկություն։ Այո։ Կարող եմ պատասխանել ասել, որ իմ երջանկության բանաձևը իրենց դուր չի գա, ուստի ես չեմ ասի իմ երջանկության բանաձև, ինչը ինձ կերջանկացներ Հայաստանում։ Տիկին Պողոսյան, արձանագրենք, որ այս առողջապահության ապահովագրությունից եւս մեկ անգամ ասենք, որ պետությունն ավելի շատ է տուժող դուրս գալիս, այս դեպքում որն է այդ հպարտության պատճառը նախընտրական միջոցառումների շրջանակում է սա արվում, որովհետև 2021 թվականին քաղաքացիական պայմանագրի նախընտրական խոստումների կար ոչ միայն Շուշիի դեօկուպացիան, այլ նաև առողջապահական ապահովագրությունը։ Եվ ըստ դեդլայների, որոնք որ դրված էին հայեցակարգում, պետք է 2023 թվականին լիներ նախապատրաստական փուլի մեկնարկը, այսինքն 2023 թվականին արդեն հիմնադրամը պետք է ստեղծված լիներ եւ 2024 թվականի օգոստոսից մենք պետք է ունենայինք առաջի խումբը, որը որ ապահովագրված էին։ Եվ քանի որ այդ գործընթացը չկայացավ, որովհետև մեկ այլ նախագիծ ոնց որ այսօր շրջանառվում է դրաֆտ համակարգում այն ժամանակ էլ շրջանառվեց, իդեպ այդ ժամանակ պարտադիր վճարը 164400 դրամ էր, այդ նախագիծը կյանքի չկոչվեց եւ այդ 164400 դրամը հետո դարձավ 129000 դրամ եւ այստեղ հարց է առաջանում, ինչպես է կարել այդ ակտուալական հաշվարկները, փաթեթներ եք քչացել, ծառայություններն եք էժանացրել, որ այդպես է լինում։ Այո, դրա պատասխանը չկա եւ այս պահին եւս մեկ նախագիծ շրջանառվում է եւ քանի դեռ այդ նախագիծը չի դարել օրենք, խոսել ինչ որ բաների մասին, ընդհանրապես կարող ենք ենթադրություններ անել, որովհետեւ չի բացառում, որ մյուս փուլում, երբ որ նախագիծը դնեն, էլի նմանատիպ փոփոխություններ ունի։ Մենք չգիտենք փաթեթներով ինչ են առաջարկում, պարզապես նախարարը ինչ որ շատ կարճ ինչ որ ինֆորմացիաներ է դնում, չգիտեմ որտեղից, որովհետև չկա փաստաթղթերը։ Օրինակ, մեր բնակիչները պետք է իմանան, որ եթե առաջ նրանք ուղեգրվում էին առաջնային օղակից մասնագետի մոտ ըստ կարիքի, չէր հաշվում տարին քանի անգամ, ինչքան կարիք կար ուղեգրվում էր պետպատվերի շրջանակներում, ապահովագրական փաթեթի շրջանակներում դա ընդամենը լինելու է 2 անգամ, ըստ նախարարի հրապարակած տեղեկատվությամբ։ Այսինքն, այստեղ սահմանափակ բյուջեի եւ սահմանափակ սպասարկման սկզբունք է տրված եւ մեր քաղաքացիները անդադար լսելու են պետպատվերի փոխարեն, որ ասում են վերջացել է ապահովագրությունը չկա, դեղորայքի բյուջեն վերջացել է եւ այստեղ բավականին շատ համավճարներ են կիրառելու, այսինքն իրականում քաղաքացիները դրա համար վճարելու են։ Տիկին Պողոսյան, որքանով է ռիսկը մեծ, որ օրինակ այս առողջապահության ապահովագրությունը պետպատվերների պես ձախողելու է։ Ինչպես ասացիք, մենք տարվա կեսից լսում ենք, որ օրինակ ինչ որ նեղ մասնագիտական օրինակ MRT, EKG նման հետազոտությունների համար մենք պետպատվեր չունենք, վերջացել է տարվա կեսը դեռ չի անցել, բայց մենք այլևս գումար չունենք։ Այս նույն դեպքում էլ է առողջապահության ապահովագրությունը այդպես լինելու ստացվում է։ Այդպես է լինելու, ես կանխատեսում եմ, որ շատ ավելի բարդ է լինելու, որովհետև
որովհետև շահառուների թիվը կտրուկ մեծանալու է եւ մեծ ծանրաբեռնվածություն է լինելու առողջապահության առաջնային օղակի վրա, հերթեր, կուտակումներ, պոլիկլինիկաներում, այո, լինելու են, որովհետև այս պահին, եթե քաղաքացին ունի իր նախընտրած բժիշկը եւ առանց պոլիկլինիկա գնալու ինքը այց է կատարում իր նախընտրած բժշկի մոտ, ապա եթե այդ քաղաքացին ապահովագրված է լինում, այսինքն դրա համար վճարում է տարեկան, ինքը ստիպված է լինելու գնալ նախ անցնել այդ check-up-երը, այսինքն պրոֆիլակտիկ հետազոտությունները, երկրորդը ընդեղով նոր գնա իր արդեն պոլիկլինիկայի բժիշկը կորոշի ում մոտ գնա, հա, եւ այստեղ մի հատ շատ մեծ քաոս է ստեղծվելու եւ նաեւ շատ հետաքրքիր կոռուպցիոն սխեմա է ստեղծվելու, որովհետեւ նախարարությունում ասում է, որ ապահովագրական հիմնարկներին մենք տալու ենք թույլտվություն, то есть ապահովագրությունը տալու ենք սպասարկելու հաշվի առնելով հիմնարկի ընդհանուր վիճակը եւ այլն։ Այստեղ մի հատ խնդիր կա, եթե բժշկական կենտրոնները լիցենզավորված են, ապա ինչու բոլոր լիցենզավորված բժշկական կենտրոններին չի տրվում, դա էլ տրվում է նախընտրածներին։ Իսկ ինչպես են նախընտրելու, իրենց սիրելիներին։ Ինչպես են նախընտրելու հարցը չկա, որովհետև մենք ունենք մեկ օրենք, որը որ լիցենզավորման մասին օրենքն է եւ նրանից բխող պայման պահանջների մասին կառավարության որոշում։ Եվ բոլոր այն հիմնարկները, որոնք որ դրան համապատասխանում են, ստանում են լիցենզիա, լիցենզավորված գործունեություն իրականացնելու։ Հիմա նախարարը ասում է, լավ, դուք լիցենզիա ունեք նախարարությունը այս օրենքով, բայց ես պետքա որոշեմ, դուք ձգում եք այդ ապահովագրություն սպասարկելուն, թե չէ, այստեղ դառնալու է այսպես սուբյեկտիվիզմի հիմքի վրա տալ չտալու խնդիրը եւ այստեղ քաղաքացիների սահմանադրական իրավունքն է արդեն խոչընդոտվում, օրինակ եթե քաղաքացին որոշել է, որ պետք է որևէ իր ընտրած հիվանդանոցը գնալ, ապա կարող է պարզվի, որ այդ քաղաքացին չի կարող այդ հիվանդանոցը գնալ, որովհետև այդ հիվանդանոցին չի տրվել ապահովագրական սպասարկման հնարավորություն։ Սա էլ մեկ այլ խնդիրն է եւ այստեղ մի հատ մեծ այսպես օղակ է ստեղծվել, լիցենզիան տալիս է նախարարությունը, ապահովագրական գումարների եւ թույլտվությունը վերահսկում է եւ տալիս է նախարարությունը, ֆինանսական վերահսկողությունը անում է նախարարությունը եւ այստեղ ամեն ինչը ամբողջությամբ առողջապահության նախարարության տիրույթում է մնում։ Մենաշնորհ է դա։ Այո, դառնում է մենաշնորհ։ Տիկին Պողոսյան, իսկ օրինակ ներդրեցին սա պարտադիր դարձավ բոլոր քաղաքացիների համար։ Օրինակ վերցնեմ ինձ վրա, եթե ես քաղաքացի եմ, ով ունի անհատ գործակալությունում արդեն իսկ առողջապահության ապահովագրություն եւ պարզապես չեմ ցանկանում պետության ապահովագրությունից օգտվել, ինչ է լինելու ինչ ճակատագիր է։ Դուք չեք կարող չցանկանալ, որովհետեւ սա պարտադիր է։ Դուք պարտադիր պետք է ապահովագրվեք համապարփակ ապահովագրությամբ, պետության կողմից առաջարկված, որը ելի եմ կրկնում, ընդհանրապես ձեզ 30%-ով առողջապահական ծառայություններ է մատուցելու, եւ եթե դուք ուզում եք, կարող եք մնացած ծավալը նորից մասնավոր ապահովագրական ընկերության մոտ ապահովագրվել, դա ձեզ ոչ ոք չի արգելում, բայց ստացվում է, որ դուք ուզեք թե չուզեք, պարտադիր համապարփակ ապահովագրության ծրագրով պետք է ապահովագրվեք։ Իսկ նշեցիք նաև, որ վարչական երևախախտման վերաբերյալ գործեր են հարուցվելու այն մարդկանց վրա, ովքեր չեն վճարելու։ Այս շրջանառության մեջ մտած նախագիծը ենթադրում է ինչպիսի վարչական երևախախտում եւ որքան։ Եթե չեմ սխալվում, նախորդ նախագծով սահմանված էր 300,000 դրամ, այսինքն նվազագույն աշխատավարձի 30-պատիկի չափը 300,000 դրամ էր, իսկ նոր օրենսգրքով, եթե չեմ սխալվում, դա չեմ փոխել։ Այս պահին պարզապես շրջանառում են միայն ապահովագրական օրենքը, վարչական իրավախախտումների մասին փոփոխությունը չի շրջանառվում, կարծում եմ կշրջանառեն շուտով։ Այսպես սրտատրոփ բոլորը սպասում են, որ ազգային ժողովը քննարկումից հետո ամեն դեպքում կընդունի ապահովագրության մասին այս նախագիծը։ Ըստ ձեզ, արդյոք իրապես միայն նախընտրական այս ֆոնին դա կընդունվի եւ կգործարկվի։
Ես ինչքանով որ իմ փորձը թույլ է տալիս հաշվարկներ անել, ես կարծում եմ, որ հունվարի 1-ից մեր քաղաքացիները ապահովագրություն չեն ունենալու, որովհետև դեռ ազգային ժողով չի մտել օրենքը, իսկ ինքը ենթադրում է, որ օրենքը հաստատվելուց հետո եւ նախագահի հաստատելուց հետո նոր պետք է առողջապահական պետական գործակալությունը լուծարվի եւ ստեղծվի պետական առողջապահական այդ հիմնադրամը, ապահովագրական հիմնադրամը, այս պահին դեռ ծանուցված չեն պետական առողջապահական գործակալության աշխատակիցները, ինչը ենթադրում է, որ այս մեկ ամսում դա չեն կարող հասցնել։ Հնարավոր չէ, այսինքն ֆիզիկապես։ Տիկին Պողոսյան, ներդրված նոր նախագծի մեջ նաև ներառված են թոշակառուները, որոնց վրա հավելյալ տարիքի հետ կապված բեռ է դրվելու, որը իրենց համար գուցե անհնար լինի կամ դժվարանան անել դա։ Ինչ կետեր կան սահմանված հատուկ թոշակառուների համար։ Նայեք, եթե խոսքը հաշմանդամության կարգ ունեցողների մասին է, առաջի, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամներին պետությունը ապահովագրում է, այս պահին էլ նրանք պետական պատվերի շահառուներ են եւ բժշկական օգնությունն ու սպասարկումը իրենց համար անվճար է, սակայն մի հետաքրքիր բան կա նախագծի մեջ, որը ըստիս շատ տարօրինակ է, որ ՑՄ հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիները պետք է նորից անցնեն մինչև 28 թվականը փորձաքննություն եւ ապացուցեն, որ իրենք ՑՄ հաշմանդամներ են։ Ազգային ժողովում առողջապահության նախարարը փաստեց, որ խորը կասկածներ ունեն իրենք, որ այդ ՑՄ հաշմանդամություն ունեցողները այդքան էլ հաշմանդամ չեն եւ նորից այդ մարդիկ, այս ծանր առողջական խնդիրներ ունեցող մարդիկ պետք է անցնեն այդ process-ի միջով, որպեսզի ապացուցեն, որ իրենք հաշմանդամ են, որպեսզի պետությունը նորից փոխհատուցի այդ ապահովագրական վճարները։ Այսինքն, անգամ մեր այդ խորը առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներին, մենք գիտենք, որ ՑՄ տրվում է այն հաշմանդամներին, այն մարդկանց, որոնց մոտ օրգանական տվյալ փոփոխությունը այլևս վերականգնվելու հնարավորություն չունի։ Օրինակ, օրգանների ամպուտացիաները, վերջույթները եւ այս մարդիկ պետք է նորից անցնեն այդ ճանապարհով, քանի որ նախարարը եւ ապացուցեն, որ իրենց օրինակ օրգանը չի աճել տարիների ընթացքում։ Դա կարծում եմ, որ մարդու իրավունքների հետ կապված խստագույն խախտում է։ Շնորհակալություն Տիկին Պողոսյան։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք։